Հնդկաստան-Պակիստան հակամարտության սրման ժամանակ տեղի է ունեցել նորագույն պատմության ամենամասշտաբային ու տևական օդային պատերազմներից մեկը, որին ներգրավվել է առնվազն 125 կործանիչ։ CNN-ի տվյալով մարտը տևել է մոտ 1 ժամ։ Այդ ընթացքում կողմերից ոչ մեկը չի լքել իր օդային տարածքը։ Հրթիռային հարվածները երբեմն եղել են ավելի քան 160 կիլոմետր հեռավորության վրա։ Թե Հնդկաստանի, թե Պակիստանի զինված ուժերը բերված են մարտական ամենաբարձր պատրաստության։ Իսլամաբադում ազգային ժողովի նիստի ժամանակ Պակիստանի վարչապետ Շահբազ Շարիֆը սպառնացել է Հնդկաստանին։ Անցյալ գիշեր ռազմական ամբողջ պատրաստությամբ ու 80 կործանիչով Հնդկաստանը հարձակում է գործել Պակիստանի 6 քաղաքի վրա։ Մենք օրը 24 ժամ լիովին պատրաստ ենք թշնամու կործանիչներին հակահարված տալուն եւ դրանք ծովում խորտակելուն։ Հնդկաստանից վրեժ լուծել եւ արժանի ու կոշտ արձագանքելու խոստում է տվել նաեւ Պակիստանի բարձրաստիճան զինվորականությունը։ Պակիստանն իրեն իրավունք է վերապահում պատասխանել այս ագրեսիային մեր ընտրած ժամանակ, տեղում եւ միջոցներով։ Խոստացել ու կոշտ է պատասխանել Պակիստանի օդային ու ցամաքային ուժերը հրթիռակոծել ու հրետակոծել են սահմանամերձ շրջանները։ Հնդկական Քաշմիրի բնակավայրերը դեռ ծխում են, ամենուր ավերածություն է, տները հրկիզված։ Հիվանդանոցներում ասեղ գցելու տեղ չկա, կան տասնյակ զոհեր ու վիրավորներ։ Պակիստանի արձակած 2 հրթիռ ընկավ մեր տան վրա, ես ու երեխաներս հազիվ կարողացանք փրկվել, ամեն ինչ կորցրինք։ Հզոր պայթյուններ են որոտացել օդանավակայանների տարածքում, անվտանգության նկատառումներից ելնելով օդանավակայանները փակվել են, չվերթները հետաձգվել։ Պակիստանը հայտնել է խփված 12 հնդկական անօդայչուի մասին։ Նյու Դելիից հայտնել են, որ Հնդկաստանը չի ձգտում սրել հարաբերությունները Պակիստանի հետ, բայց պատրաստ է կոշտ պատասխանել հակառակորդի ցանկացած ռազմական գործողության։ Մեր բանակը նոր պատմություն է կերտել ցուցադրելով իր անհավանական քաջությունն ու արիությունը։ Հնդկաստանի զինված ուժերն օպերացիան անցկացրել են բարձր ճշգրտությամբ, զգոնությամբ եւ զգայունությամբ։ Այս գործողությունն իրականացվել է ահաբեկիչների մարտական ոգին թուլացնելու նպատակով։ Օպերացիան սահմանափակվել է միայն նրանց ճամբարներով եւ ենթակառուցվածքներով։ Իսլամաբադը նույնպես հայտնել է, որ չի ցանկանում սրել վիճակը, եթե Նյու Դելին նահանջի։ Չնայած հայտարարություններին, Հնդկաստանի օդուժը հարվածներ է հասցրել հակառակորդի ռադարներին ու հոբ համակարգերին։ Պակիստանյան Լահորում հոպերը չեզոքացվել են։ Հնդկական կողմի պնդմամբ իրենց զորքերը պատասխանել են նույն ինտենսիվությամբ, ինչ Պակիստանը։ Տասնամյակներով թշնամացած երկրները կարծես պատրաստվում են երկարատև ու լայնամասշտաբ պատերազմի, թե Հնդկաստանի եւ թե Պակիստանի խոշոր քաղաքներում անվտանգության ապահովման վարժանքներ են անցկացվում։ Հնդկաստանի կառավարության համապետական նախաձեռնությանը մասնակցում են թե մեծերը, թե փոքրերը։ Իրազեկման ակցիաներով ժողովրդին պատրաստում են հավանական պատերազմի։ Մարիկ Օստանյան, Էպիկենտրոն։